Վերջին տարիների ընթացքում մեր տարածաշրջանում շատացել են ծառերի բազմաթիվ տեսակներ։ Առաջներում աճում էր միայն տանձ ու խնձոր, իսկ այսօր կարելի է նկատել տարբեր տեսակի ծառերի։ Այսօր մայիսի 14-ն է, սակայն եղանակը մեզ լավ օրեր չի խոստանում։ Թե մինչև երբ կշարունակվեն այս ցրտահարություններ եւ ինչպիսի վնաս կհասցնեն բերքատու ծառերին, դեռ հայտնի չէ։ Երբ մարդ ծառ է տնկում, սիրով սպասում է նրա առաջին բերքին, իսկ երբ այն լինում է տարածաշրջանին ոչ բնորոշ ու սկսում է զարգանալ, դա առավել ոգևորություն է պարգևում։ Բայց երբ այն ամենից հետո այն ցրտահարվում կամ կարկուտի զոհ է դառնում, ինչպես ժողովրդական առակն է ասում, մարդու ձեռքերը ծալվում են, բայց ինչ արած, բնության օրենքն է, պիտի հարմարվենք։ Ինչպես գիտենք, մեր ջավախքը ցրտաշունչ է միշտ։ Շատ ուշ է գալիս գարունը, մինչև գալիս է գարունը, արդեն նորից ձմեռվա շունչն ենք զգում։ Դե զարմանալի չէ, որ եղանակը վարդարացված է, արդեն բերաններից բուղ է ելնում, էդիկ շատ վատ է, բուսականությանը իհարկե, հատկապես ծառերին արդեն բողբոջ են տվել։ Իհարկե ամեն ինչին շատ վնաս կտա, արդեն մարդիկ կան որ քարտորեն ցանե, գարունը հագին վնասա է դաժե։ Կրնա սարեցն է, հնարավոր է նաև ձյուն սպասվի, մարոզները սեղմեն, բայց հույսով ենք, որ նման բաներ չեն լինի և գյուղացուն հաստատ վնաս չի տա, գոնե ցաներեն հետև մարդիկ քիչ բուսականություն տեսնեն որ վեր է։ Դե չէ հետև կուքա կարկուտը, հետև կուքա ղռավը գյուղացուն կյանքը միշտ եղել է շատ դժվար։ Հիմա այս ցրտահարությունն մարդոցի մեջ իհարկե մտցուցել է մտահոգություն, թե ինչ դինեն որ հանկարծ ինչ-որ մի վնասում չհասնի։ Ոչ մի բան չեն կրնայինի բնության դեմ, բնությունն ինքը կորոշե, ինչը բերք տա, բերք չտա, բայց հույսով ենք ամեն ինչ լավ գալի, ցրտահարությունը կարճ կտևի եւ ամեն ինչ կլինի շատ հավեսով, որը կուզե գյուղացին ինքը։ Ինչպես նշեց Նինոցմինդայի բնակիչ Սարուխան Ղարսլյանը, մեր մոտ կլիման հաճախ է անակնկալներ մատուցում ու եղել են դեպքեր, երբ տաք եղանակներ են գրանցվել անգամ հունվար ամսին։ Բնությունը մեր ջավախքի այնպես է, որ մեր զարմանալու բան չի սա, բայց թե վերուցած այս ամսվա նկատմամբ, հա դե մենք ասենք մայիսոց է չգիտես ինչ, բայց թե այս ձևի ցրտություն ես չեմ հիշի օրինակ։ Ասում են ժամ 12-ին իմ դեպի բան գա։ Ձուն չգիտես ինչ։ Իհարկե կազդ է, այսինքն կազդ է ամենաշատ ծառներին, երդեմ նոր ծաղկոնքի մեջ է ծառները, եթե հանգարց գիշերն էլ հանգարց մի հատ սեղմես ցրտահարությունը, արդեն են տարվա պես կարող է պատահի ոչ մի բերքի, ոչ մի բան, հույս չունենանք էլի, չնայած գիտեք ինչ, կարող է գարի ցորենին բանին, ուլաֆի բանին էլ ազդի, բայց քանի որ այդքան բան չի անձրևն էլ հետն է, կարող է ինչ-որ տանի էլի այդ բան չեն է, բայց թե էլի բոլոր դեպքերում ժողովրդին ցավ կպատճառի է, այդքան աշխատանքը տարել են, ցանել ենք բան, սպասում ենք այդ մեբարյանը, կայնա ամեն ինչում վնաս տա։ Իհարկե դրա դեմն էլ կանգնել ասուկանքի դեմ ոչ մի բան չենք կարող անել, բայց թե նման տարի գիտեք ինչ, ես մի տարի հիշում որ հունիսի 22-ն էր ինչ էր, 22-ին լավ ձուն եղավ, ձուն նստավ, բայց լավ էր որ շուտ հալավ, այդ լավ հիշում եմ, աման էին գանում բան, բայց տարին չեմ հիշում, բայց ես հիշում եմ մի տարի որ ստադիոնում մենք հունվարի 1-ին ֆուտբոլ ենք խաղաց, լի կաթիլ ձուն կամ ասենք բան չկար, չոր լավ Դե ամեն ինչ կախված է, գիտեք ինչ, ես ասուկամքի վրա եմ կացե ամեն ինչ։ Այսօրվա դարությամբ ամենացավալին են, որ 4 կողմերս պատերոս, պայթումներ, բան, դրանք դուք կարծում եք չի ազդում։ Ես եղանակին շատ քեզ ազդում եմ, շատ։ Ամեն գարնան բացվելուն պես Նինոցմինդացին շտապում է սերմը հողին հանձնել, քանի որ մեր բնակլիմայական պայմանները միշտ չէ որ բարին են կամենում։
Սակայն տարվա այս ժամանակահատվածում հաճախ են գրանցվում օդից ցածր ջերմաստիճան և տեղումներ ձյան ու կարկուտի տեսքով, որը փչացնում է ամեն ինչ։ Այս մտահոգությունը տանջում է բնակիչներին, բայց այնուամենայնիվ բնության օրենքն է, այսպես են արտահայտվում նրանք։